ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Հիշատակի թե մոռացության օր, Եռաբլուրի լռությունը և քաղաքական հաշվարկները, հունվարի 27-ի երկու երեսները։ Անցակետը կառուցված է, ճանապարհը պատրաստ, պաշտոնյաները տեղում, բացակայում է միայն Թուրքիայի քաղաքական որոշումը, երբ և ինչ պայմաններով կարող է բացվել հայ-թուրքական սահմանը։ Արտահանման և առևտրաշրջանառության կտրուկ նվազում, գնաճ արտագաղթ, տնտեսագետները բացատրում են, ինչ է տեղի ունենում երկրի տնտեսությունում։ Ֆինանսավորման կրճատումներ, ծրագրերի խափանում և գիտնականների պակաս, Հայաստանում գիտությունը կանգնած է գոյատևման եզրին։ Զսպել ատելության խոսքը, բարելավել քաղաքական միջավայրն ու ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, ազդանշան Եվրոպայից։ Ինչպես հիշատակի օրը դարձավ քաղաքական շահարկման թեմա։ Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքն ընդունվեց նախորդ շաբաթ, բացառապես ԿՊԱ-կանների քվեներով։ Բայց հանրությունը միանշանակ չընդունեց։ Ընդդիմությունն էլ բացատրում է, որ իշխանությունը հորինել է այս օրը մնացած օրերին իրենց եռաբլուր չայցելելն արդարացնելու համար։ Իսկ առավոտյան եռաբլուր կարող էին այցելել ոչ բոլորը։ Մուտքերը փակել էին ոստիկանները բարձրաստիճան պաշտոնյաների այցի համար։ Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքերը փակ էին վաղ առավոտյան, ոստիկաններն էին հսկում։ Լռության, հսկողության և լարվածության այս մթնոլորտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին այցելում եռաբլուր խնկարկելու նահատակների հիշատակը։ Մինչ այդ գրառում էր արել Facebook-ում, հայտարարել էր, որ զոհվածների հիշատակի առաջ պատասխանատու են թե կառավարությունը, թե խորհրդարանական մեծամասնությունը։ Փաշինյանի այցից ժամեր առաջ այդտեղ էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք եկել էին որդիների շիրիմների մոտ, ինչպես իրենք են ասում, հսկելու, որպեսզի իշխանության ներկայացուցիչները չմոտենան։ Սեպտեմբերի 27 գոյություն մեր համար։ Ինչ սեպտեմբերի 27-ը ոչ մի բան չի ընդունվում պետական մակարդակով։ Ինչի թողում ադրբեջանցին։ Զոհվածների ծնողներն ասում են, իրենց համար հիշատակի օրացույց գոյություն չունի, իրենց համար ամեն օրն է հիշատակի օր։ Նրանք հարց են բարձրացնում, ինչու իշխանության ներկայացուցիչները եռաբլուր չեն այցելում սեպտեմբերի 19-ին, 27-ին կամ նոյեմբերի 9-ին, օրեր, որոնք անմիջականորեն կապված են պատերազմի և դրա հետևանքների հետ։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նկատում է, հունվարի 27-ը կեղծ օր է, մնացած օրերին եռաբլուր չայցելելն արդարացնելու համար։ 2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին։ 2022 թվականի ագրեսիայից հետո եւս մի քանի 100 մարդ զոհվեց։ Սակայն իշխանությունն այդ օրերին թեման մոռացության մատնեց եւ շրջանցեց։ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին 2022 թվականի Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը ռազմաքաղաքական ղեկավարությունը եռաբլուր չայցելեց։ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին եռաբլուր չայցելեց։ Աբրահամյանը հիշեցնում է նաև նախորդ տարիներին եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու դեպքերը, դա դիտարկելով որպես իշխանության վերաբերմունքի բնութագրիչ դրվագ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակման մեջ գրել է, որ յուրաքանչյուր ընկած զինվոր յուրաքանչյուր ընտանիքի անդամն է։ Մեր իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ եւ մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում։ Եվ սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզնից յուրաքանչյուրի։ Սիրելի իմ եղբայրներ եւ քույրեր, դուք իզուր չեք ընկել։ Ազգային ժողովի նախկին նախագահ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ այս կերպ իշխանությունը փորձում է մոռացության մատնել սեպտեմբերի 19-ը, 27-ը եւ նոյեմբերի 9-ը։ Նա վստահ է, որ ցանկանում են ստվերել խորհրդանշական օրերը, թե հաղթական, թե հիշատակների։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը միտված է մեկ բանի նաեւ, չէ՞, որ մոռացության մատնվի թե 44-օրյա պատերազմի պարտությունը, թե Արցախահայության բռնի գաղթը, թե կան նահատակներն ու զոհերը։ Քաղաքացիների մի մասը գիտի, թե ինչ օր է հունվարի 27-ը, մյուսները ոչ։ Սակայն գրեթե բոլորը միակարծիք են, նահատակների հիշատակը օրացույցով չի չափվում։ Մեր համար բոլորն են հիշատակային օր, որովհետև այնպես վիճակի մեջ ենք զոհեր ենք, որ մոռանալ չի հնարավոր չի։ Թվում է հիշատակային օրը ամեն օր պետք է լինի։
Աստված նրանց հոգիները լուսավորի։ Ավելի լավ էր սեպտեմբերի 27-ը, ավելի ճիշտ կլներ։ Այսօր տեսակ անմիտ օր է։ Այս մարդիկ օրեն օրինել, դրա համար այսօր ոչ աշխատանքային են սարքսել, որովհետեւ մարդկանց ինչ-որ բանով էլի շեղեն։ Քանի որ այս իշխանություններն են, այս հիմնական այս վերջի պատերազմի զոհի պատճառները, այսօր էլ իրանց համար ինչ-որ օր են օրինել, որովհետեւ կանան մարդկանց ավելի լավ շեղեն, ոչ թե պիտի օր ստեղծենք նոր եթանք երրաբլուր միշտ պիտի եթանք։ Ազգային ժողովը ինչ ուզում է թողանի, դա թող հիմի չհիշատակեր է, այն պատերազմի ժամանակ ամեն ինչ հիշատակեր, որ չգնային անմեղ երեխաները զոհվեին։ Հիշատակի օրը երբեք ավելի նոր չի լինում։ Կարելի է եւ այսօր նշել, եւ սեպտեմբերի 27-ին հիշել։ Ամենագլխավորը, որ մեր կառավարությունը դա ճիշտ գնահատի վերին բարձրության վրա, ինչում ես մի քիչ կասկածում եմ։ Զոհվածների ծնողներն ու հարազատները սոցիալական ցանցերում հայտարարում են, որ չեն ընդունում հունվարի 27-ը որպես հիշատակի օր։ Նրանք իշխանությանը կոչ են անում իրենց որդիների հիշատակը չդարձնել օրակարգային գործիք եւ մոռացության չմատնել մյուս խորհրդանշական օրերը։ Սդամակարյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի ներքաղաքական զարգացումների, իշխանության եւ հայ առաքելական եկեղեցու միջև առկա հակադրության, քաղաքական դաշտի բևեռացման ու ատելության խոսքի գործածման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ հրապարակված զեկույցում կոչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայերին։ Մինչ ԵԽԽՎ-ն մատնանշում է տարածաշրջանի խնդիրներն ու հիշեցնում Ադրբեջանի պարտավորությունները, Թուրքիան շարունակում է աջակցել փոքր եղբորը, Հայաստանին էլ թողնում սպասման մեջ։ Հայ-թուրքական սահմանը կարծես բացվելու շեմին է, անցակետը պատրաստ է, ճանապարհը նույնպես։ Կառավարությունը հայտարարել է, որ ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման։ Պաշտոնյաներն այցելում են լուսանկարներ հրապարակում, բայց սահմանը շարունակում է մնալ փակ։ Վերլուծաբաններն էլ ասում են, Հայաստանին սպասեցնել է քաղաքական որոշում է։ Իսկ թե որքան դեռ պիտի Թուրքիան սպասեցնի ու ինչ պայմանով այն բացի, Սեդակ Յուրեխյանն է պատմում։ Սահմանը դեռ փակ է, բայց պատրաստ է բացվել։ Մարգարայի անցակետում արդեն ամեն ինչ պատրաստ է։ Ճանապարհը, շենքերը, ենթակառուցվածքները։ Պաշտոնյաները տեղում են եղել, աշխատանքներն ավարտված են, բացակայում է միայն մեկ բան՝ Թուրքիայի քաղաքական որոշումը։ Կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համապատասխան պայմանագիրը կբարելավի կամ կհասնի վերջնական, այսպես ասած, կետին Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այսինքն միևնույնն է, մենք ինչքան էլ սահմանը բերենք աշխատանքային վիճակի, Թուրքիան տարբեր շարժառիթներով, ոչ ուղղակիով ձգձգելու է բացումը։ 2022-ին Վիեննայում Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվեցին ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Դրանից հետո սկսվեցին անցակետերի վերականգնման աշխատանքները Թուրքիան Ալիջանում, Հայաստանը Մարգարայում։ Թեև աշխատանքներն արդեն վերջնական փուլում են, կողմերը որևէ ակնարկ չեն անում սահմանը բացելու հստակ ժամկետի մասին։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Քաղաքական վերլուծաբանի կարծիքով անցակետը հավանաբար մոտակա ամիսներին կբացվի։ Նա հիշեցնում է Թուրքիայի արտաքին քաղաքական հայտարարությունները եւ նշում, որ այս հարցը կարող է ունենալ նաեւ քաղաքական ենթատեքստ։ Դա մեծ հավանականությամբ տեղի կունենա տարվա առաջին ժամանակահատվածում եւ այս տեսանկյունից պայմանները, ընդհանուր պայմանները թերևս որոշակիորեն բավարարված են, դա Հայաստանի լոյալ քաղաքականությունն է Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ քաշած պայմանների նկատմամբ։ Սակայն նույնիսկ եթե Մարգարա Ալիջան անցակետը բացվի, այն գործելու է միայն երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս դեպքում շահողը միայն մեր արևելյան հարևանն է, ասում է թուրքագետը։ Եթե երրորդ երկրների քաղաքացիների համար են բացում, դա բացել չի։ Փաստացի դա Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար փակ է։ Եթե փակ է, ուրեմն փակ է սահման։ Եթե Հայաստանի քաղաքացին չի կարող գնալ Թուրքիա, Թուրքիայի քաղաքացին չի կարող գալ Հայաստան, նշանակում է սահմանը փակ է։ Ում համար է բաց ադրբեջանցու երրորդ կողմն է։ Դա մեզ ինչ։ Մարգարայի անցակետի վերանորոգման համար կառավարությունը ծախսել է մոտ 1 միլիարդ դրամ։ 1993-ից հետո այն առաջին անգամ բացվել էր միայն 2023-ին։ Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով, իսկ հնարավոր վերջնական բացման ժամկետների, ակնկալվող օգուտների ու ռիսկերի մասին պաշտոնական կողմը դեռ լռում է։
Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հարավային Կովկասում Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Այս համատեքստում սահմանների վերաբացումը և տարածաշրջանային ակտիվության խթանումը չափազանց կարևոր են տարածաշրջանի բարեկեցության համար, ասել է նա։ Արտաքին քաղաքական հանգամանքները, ներքին լարվածությունը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները անմիջական ազդեցություն են թողնում մեր երկրի տնտեսական առողջության վրա։ Այն, ինչ չենք տեսնում սահմանին պաշտոնյաների լուսանկարներում, զգացվում է հաշվետվություններում, որտեղ արտահանումն ու առևտրաշրջանառությունը զգալիորեն նվազել են, գնաճն աճել է, իսկ աղքատությունը խորացել։ Հայաստանից արտահանման ծավալները 2025-ին նվազել են ավելի քան 40%-ով, առևտրաշրջանառությունը 33,2%-ով։ Ինչպես է արտահանման անկումը հարվածում շարքային քաղաքացուն, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հայաստանից արտահանման ծավալները 2025-ին նվազել է 40,6%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համար։ Նվազել է նաև առևտրաշրջանառությունը 33,2%-ով։ Ինչու, որոնք են պատճառները եւ ինչ ազդեցություն է ունենում դա։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 3 պատճառ է առանձնացնում։ Առաջինը աղքատությունն է։ Երբ աղքատությունը բարձր է երկրում, բնականաբար նրանք չեն կարող նույն ծավալներով օգտագործել այն ապրանքները եւ ծառայությունները, որոնք սովորաբար անհրաժեշտ են հատկապես գոյատևման համար։ Եվ սա առաջի հիմնական պատճառն է։ Այսինքն, երբ քաղաքացին աղքատ է եւ չի կարող գնել, տնտեսությունն էլ չի կարող վաճառել։ Արդյունքում նվազում է թե արտահանումը, թե ամբողջ առևտրաշրջանառությունը։ Այս իրավիճակը հանգեցնում է քաղաքացիների արտագաղթին, այսինքն նվազում է գնորդների թիվը։ Դրան զուգահեռ գնաճ է լինում։ Որոշ ապրանքներ անգամ երկնիշ թվով են աճել գները, եւ սա չի կարող իր անդրադարձը չունենա սպառման ծավալների վրա։ Ես նշեցի ընդամենը 3 գործան, բայց դրանց թիվը ավելին կարող է լինել։ Տնտեսական այս ցուցանիշի պատճառ են նաև արտաքին գործոնները, կարծում է տնտեսագետ Աղասիթ Հավադյանը։ Մեր տնտեսական աճի զգալի հատվածը ապահովում է դրսից եկած ալիքներով, այսինքն դրսից փողը գալիս է Հայաստանի Հանրապետություն, մտնում է բանկային համակարգը ապահովում է աճ, բանկային համակարգը այդ ինչ-որ միտեղ պիտի այդ փողը ներդնի, որպեսզի շահույթ ստանա։ Հայաստանի Հանրապետության ներդրման հիմնական տեղը շինարարությունն է։ Նա հիշեցնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսական ցուցանիշները ժամանակավորապես աճել էին, սակայն հետագայում գրանցվել է կտրուկ անկում։ Ըստ վիճակագրական տվյալների, նվազել է նաև արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 7,2%-ով, մինչդեռ դեպի Եվրամիություն երկրներ արտահանումն աճել է 7,6%-ով։ Սա պայմանավորված է արդյոք Հայաստանի տնտեսական զարգացման վեկտորի փոփոխությամբ։ Եվ ունի եւ չունի։ Պետք է նայել, թե ուր ինչ է գնում Հայաստանից Եվրամիություն։ Եվրամիություն հիմնականում Հայաստանից ներկրում է բունկ եւ դրա տատանումները մշտապես եղել են։ Երբեք Հայաստանի պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ չի ունեցել Եվրամիությունում։ Եվ Եվրամիությունը ինքը այսօր բավական լուրջ տնտեսական մարտահրավերներ է դիմագրավում, այնպես որ այն ինչ որ տեղի անվանում Հայաստանից արտահանում է այնտեղ կամ Եվրամիությունից ներմուծում հայկական ապրանքների բնականաբար պետք է կրճատվեն։ Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունները շարունակում են մնալ Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Չինաստանը։ Ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին շուրջ 2,7 միլիարդ դոլար, թեև ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 9%-ով։ Երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, մոտ 1,7 միլիարդ դոլարի արտահանում, սակայն այստեղ անկումն առավել կտրուկ է, ավելի քան 66%։ Երրորդ խոշոր ուղղությունը Չինաստանն է, որտեղ արտահանման ծավալները նվազել են 38%-ով, կազմելով շուրջ 648 միլիոն դոլար։ Ցուցանիշների նվազումը խորացնելու է աղքատությունը, արտագաղթն ու գնաճը, նշում են զրուցակիցներս։ Տնտեսագետ Աղասիթ Հավադյանի խոսքով Հայաստանն իր տնտեսական աճը կապել է Երևանի հետ, ծանրաբեռնելով քաղաքը շինարարությամբ։ Նա առաջարկում է ուշադրությունը տեղափոխել մարզեր, զարգացնել արտադրությունը մայրաքաղաքից դուրս, ինչը կարող է ապահովել ավելի կայուն եւ հավասարակշռված տնտեսական աճ։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Տնտեսական ճգնաժամի հետևանքները չեն սահմանափակվում միայն շուկաներում։ Նույն ճնշումն զգում է նաև գիտության ոլորտը։ Ֆինանսավորումը կրճատվում է, ծրագրերը ուշանում են, իսկ գիտնականների պակասը աճում է։ Հայաստանում գիտությունը կանգնած է գոյատևման եզրին։ Խնդրին անդրադարձել է Անահիտ Սարգսյանը։ Ճատված ֆինանսավորում, պակասող գիտնականներ և ծրագրերի խափանում։ Գիտության ճակատագիրը կանգնած է դժվար ընտրության առաջ։ 2026 թվականին Հայաստանի գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է 14%-ով։ Եթե 2025 թվականին այն կազմել է համախառն ներքին արդյունքի ընդամենը 0.36%-ը, ապա այս տարի հատկացվում է ընդամենը 34 միլիարդ դրամ, նախորդ տարվա 40 միլիարդի փոխարեն։ Սակայն դեռևս 2024 թվականին ԿԳՄՍ նախարարը հպարտորեն հայտարարում էր ֆինանսավորման բարձրացման մասին։ Գիտության ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 280%-ով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ նույնիսկ նախորդ տարվա հատկացված ֆինանսավորումը չեն կարողացել օգտագործել։ Վերջին տարիներին, այսպես ասած, բյուջեի որոշակի աճ իբր թե ճակերտներում ասենք որոշակի աճ, որը ընդհատվեց փաստորեն այս տարի։ 26 թվականի բյուջեում մենք ունենք էական կրճատում եւ կրթության եւ գիտության ոլորտում։ Այս տարվա հատկացումները չեն բավարարում նույնիսկ նվազագույն անհրաժեշտ չափերին։ Կրթության եւ գիտության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մատնանշում է, որ ռազմավարական ծրագրի նպատակն է 2030 թվականին գիտությանը հատկացնել համախառն ներքին արդյունքի 0.75%, ինչը պահանջում է տարեկան ֆինանսավորման առնվազն կրկնակի ավելացում։ Հայաստանում ֆինանսավորումը, որը ստանում է օրինակ բարձր տեխնոլոգիաները գիտությունը, կազմում է համախառն ներքին արդյունքի 25 թվականի տվյալներն եմ ասում 0.41%։ Նույն թիվը օրինակ Իսրայելում 4.5%։ Մինչև 7% հասավ պատերազմի ժամանակ։ Հարավային Կորեայում 4%-ից ավելին է։ Եվրամիության միջինում դա 2.5-ից 3%-է։ Այսինքն համեմատած Հայաստանի հետ 10, 20, 30 անգամ ավելի բարձր ֆինանսավորում է ապահովում։ Կառույցների միավորման արդյունքում որոշ դրամաշնորհային մրցույթներ մեկնարկել են ուշ, եւ ծրագրերը ֆինանսավորվել են նախատեսվածից կարճ ժամանակով։ Նախորդ տարիների, նույնիսկ եթե ֆինանսավորման որոշակի աճ էր եղել, այդ ամբողջ ֆինանսավորումը չէին կարողացել իրականացնել։ Այսինքն ծախսել գումարները եւ դրանց առնվազն 25-30%-ը հետ էր գնացել պետական բյուջե։ Եվս մեկ պատճառ կա, թե ինչու չեն կարողացել օգտագործել ամբողջ ֆինանսավորումը։ Գիտնականների պակաս կա։ Գիտնականների թիվը վերջին 30 տարվա ընթացքում պակասել է Հայաստանում 10 անգամ։ Հասկանում եք, այսինքն այդքան հնարավորություն չկա եւ պարզ է, որ հետ են վերադարձում այդ գումարները։ Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, գիտնականների թիվն աստիճանաբար նվազել է։ Եթե 2011 թվականին ունեինք 5718 գիտնական, 2022 թվականին աշխատում է 4864-ը։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գիտության ֆինանսավորման կրճատմանը զուգահեռ 350%-ով բարձրացել է ներքին գործերի նախարարության ֆինանսավորումը։ Սա պարզ ցույց է տալիս, թե ուր է տանում իշխող վարչախմբի քաղաքականությունը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալել են Յուլիա Տիմոշենկոին ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու վերաբերյալ գործի շրջանակում, հայտնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա ջախջախիչ պատասխանի։ Նրա խոսքով տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են, որ ցանկացած անկայունացում ուղղված չէ միայն Իրանին, այն վարակիչ է։ Բաղային կոչ է անում հարևաններին հստակ դիրքորոշում հայտնել արտաքին սպառնալիքների դեմ։ Ճապոնիայում գրանցվել են ձյան ռեկորդային տեղումներ, ձյան շերտի բարձրությունն արդեն հասնում է ավելի քան 1 մետրի։ Չեղյալ են հայտարարվել ու հետաձգվել չվերթեր, մոտ 1000 գնացքի երթևեկությունը նույնպես դադարեցվել է։ Իսկ Հայաստանում ջերմաստիճանը դարձյալ կնվազի։ Երևանում հունվարի 28-ին սպասվում է մառախուղ, 29-ին կտեղաջյուն։ Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։